Բարերեկո հարգելի բարեկամներ, սկսում ենք հայկական վերածնունդ շարժման կողմից պատրաստված մեր հերթական հաղորդումը։ Ես Գուրգեն Մխիթարյանն եմ եւ այսօր ես եմ վարելու այս հաղորդումը։ Հաղորդման երկրորդ մասին։ Երկրորդ մասը բաղկացած է այն հարցազրույցից, որ ես նշեցի, դա Ալեքսանդր Վարպետյանի հետ կազմակերպված եւ արդեն ձայնագրված հարցազրույցն է։ Շատերը ճանաչում են իրեն, ով վերջերս մի քանի ամիս առաջ իր անունը բոլոր թերթերում էր, երբ նա փորձեց Փարիզից գալ եւ Հայաստան մտնել, իրեն արգելվեց հերթական անգամ այդ մուտքը եւ 1-2 օր մնալով Զվարթնոց օդանավակայանում նրան հետ ուղարկեցին, բայց դա չէ, որ իր գործունեության հիմնական ուղղությունը նա իրագետ է, ինչպես նաեւ հասարակական գործիչ եւ մտավորական։ Այդ կտրվածքով էլ հենց մենք կազմակերպել ենք հարցազրույց եւ տարբեր հարցերի մասին է խոսքը եւ այսպես հարցազրույցը վարում է մեր անդամներից Հակոբ Սադոյանը եւ հարցազրույցը կլինի Ալեքսանդր Վարպետյանի հետ։ Խնդրեմ դիտենք հարցազրույցը։ Հարգելի հեռուստատիտողներ, բարև ձեզ, ինչպես մենք խոստացել էինք, այսօր հարցազրույց կունենանք մեր հայտնի հայ ազգի էաբան Ալեքսանդր Վարպետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Վարպետյան։ Ողջույն ներել։ Ինչպես եք։ Բարկացու, Ամերիկան տեղում է։ Տեղում է։ Կάδե դեպսությունները ասնական փոփոխությունների բաղամենի ճարակ է փոխում։ Հայաստանի սապերն է, բայց փակացու, էլի ոնց որ տեղում է։ Պարոն Վարպետյան, այսպիսի մի հարց, ինչ ասել է արիացի, մենք արիացի ենք թե ոչ։ Այո, շատ դե հիմա գիտեք, ես բերեցի դա իրականություն, արիացի, հիմա ահագին սխալ պատկերացում կա արիացիների մասին, արիացին բարարակներում կգտնեք երկու բացատրություն ունի, արիացի կերտ գաղափարահարություն բանդա Հիտլերիզմին է վերաբերվում, եւ արիացի հին հասկացողություն, ով արիական ժողովուրդները, ինչպես հնդիկները, պարսիկները համարվում են արիացի, համարվում արիացիներ, պարսիկները իրենց համարվում են արիացիներից արիացի, արիաց արքա եւ այլ, այլ չէ համարվում, բայց պատմեց, որ հայերը առաջի արիացն են։ Ուրեմն հայերը ապանան արիացին պետք չէ կենսաբանական պատալ, իրականում կապած է, դա մշակույթ է, պես ասենք, դա աշխարհին գալում է մշակույթ է, որը ծնվեց հենց եվրոպական ընտանիքի մեջ, Արմեն անունը ուղղակի նշանակում է արմատ, արիացի մարդ, այսինքն արիացին հետո ծնվեց։ Ամբողջ խնդիրը այն էր, որ արիացին, երբ որ իրեն արման էր ասում, դա դեր պատմական որակ չուներ, դա պատմական արժեք չէր, կարող էր տարբեր անունին, հայնին կամ եւ այլն, բայց երբ որ այդ անունը եւ այդ մշակույթը տեղափոխվեց, որտեղ պարտիկների հետ, լիների հետ եւ հնդիկների հետ հայերը ցեղի կույր պաշարմոդիկ ազգակիցներ են, արիստոկրատիա, նշանակում է լավագույն, դա է արիական արմատը, բայց արիացի հասկացողությունը ինչպես որ այսօր ճակվեց վան, դա նախ գերմանացիներից եկավ, բայց մինչ այդ մշակույթը, որ ծաղկեց Պարսկաստանում, հետո ծաղկեց ավելի ծաղկեց Հնդկաստանում, վերեց բանական որակ, ուշացած Հիտլերիացի որտենցա մեկ է արիացին, գերմանացիները ստեղծեց ստիկեց պատկերացում, որ արիացին հատուպանք է, կապիտայում է, բան չկա, դա մշակույթ է, հիմա հնչյուններն են արիացին, այսինքն այդ լեզվով խոսողները, պարտակ, հայկա, հնդկական, ոչում են արիացիներ, հայական լեզուներ, բայց գնչյունները այդպիսի մեկ դժվար վիճակում է, որ արիացի այդպես բան չկա, իդեալ ուզում են ես գնչյունային մակրել, մակրել, լերը բայց պարվեց, որ այդտեղ մի քանի գիտականներ պարնվեցին, իտալացիներ հատկապես, Արմանի Արյանի գիրկնից տեսավ 38-39 թվականներին հայերը կրտան ճախճախուի։ Այնպես որ կես պատկերացում կա, այսօրվա շահագործում կա արիացի, հատուկալ, կեսիսի բան չկա, դա մշակույթ է, բարավոր մշակույթ է, մարդկային հավատարկի արժեքներ
միջավայրի գոյություն ունի։ Վերջին արիատին Դոն Կիխոտ Եվրոպա։ Երբ որ արդեն տեսած բիզնեսը բան մտավ, տեսած ֆեոդալիզմը մտավ ու այդ հանուն ճշմարտության, ասպետական շրջանն է շատա։ Այդ բոլորին ուրիշ մի բան։ Ույս ունեմ, որ կարողացանք մի քիչ մյուսաբանել, որպեսզի չշահագործվի հայացին եւ չօգտագործվի ֆաշիզմի, ռասիզմի կատաղության։ Պարզը, ճիշտ է ասեն դա ի նկատի ունեի, ասելով ի վերջո մենք հիմա պահպանել ենք այդ մշակույթը, թե ամենատպուր բանը որ պետք է ասենք, որ մենք ամենաշատ ենք հեռացել այդ մշակույթի, չենք պահպանել։ Չենք պահպանել, հայերը ունեն երկու շերտ, քանի որ դրանք շատ գինալք է, 12,000 մնակի չհասցրել է, հիմա դա հաստատում է ավելի ու ավելի, ուրեմն հայականությունը դա հայ իշխանությանն է վերաբերվում, հայ իշխանությունից մենք հայ ենք կոչում, որտեղ հայա, երկրա աստվածուի կար, որը նշանակում է հայ նշանակում է հողատով, կրդերը ոնց որ մեզ ասում են։ Ուրեմն հայերի հին շերտը լուսնապաշ հողագործներ են եղել։ Հետո երբ որ տեխնիկապես տնտեսությունը փոխվեց, տնտեսությունը անցավ անասնապահության վրա մի դժվար է, նախորդը կանացի գործեր, կանաքի են զբաղվում, սահմանի գործողություն է եղել։ Իսկ որ անասնապահությունը տնտեսական մեծ բան ձեռքբերեց, հաստատվեց հայ իշխանության անցան, մի քանի ասված ձեռքան արական եւ հայ իշխանության շրջանում արդեն ծնվեց արևի պաշտպանում կորուսնի փոխարեն, ուսի նմանած մուսուլմանների մոտ, այսպես բաներ եղավ, եւ ծաղկունքը եղավ արիա, արիես է կոչվում լատիներեն վարտանիցը, արիա, խոյը արիա է, հասկանալի է, դա մշակույթի արտականքներ է, ուրեմն այդ հարավոր մշակույթը մենք ունենցանք, բայց ամհայտացավ հենց արտասերանում է խոսում դրա համար, հրակ է որ ասենք, երբ նա դետորելա, այսինքն սուտ խոսեցի, հարյակին իրանություն է սուտ խոսելու, հարյակները ճշմարտասեր են, ռիտա, անոնը, ընկական, այդ ճշմարտության անունն է, մեզ մոտ մնացել է ճշմարիտ բանում է, ուրեմն այդ ճշմարտության արժեքները, տասասերանում, որ կա հողը հայորդներ են ինչի պահում, ես ես չեմ մնա, վերջանում էր հայոց արիական շրջան, մի տրապանդրը, որ արիական ասվածներ են, դա երբ մեր բզված կրերում, ուրեմն հայերը հայտնվեցին բոլորին ուրի շրջանում, ավելի վաղ հայտնվեցին կիճարացյասեցի տիգանները, հայերին մոտ մշակույթը մնաց մարամոր մեր ոսկեդարում, մենք նարկապի չի անհայտանում։ Նարեկացի ոգերի նշին, որտեղ հայացիների հին արյացների մասներ խոսքը շատ ոգերեն է, արևապաշտություն է, այդպիսի մի շրջան է, արիեց խոյ դարաշրջանը, մինչև Քրիստոսին են գալը։ Հիմա մենք ահավոր նահանջել ենք, օրինակ անտակում ենք մենք տիգանները, մենք գնչուները, և մենք մեզ չենք ճանաչում, և որ խոսում ենք մեր հին մշակույթից, ասեցինք նարեկացի, այդ հոյակա ճարտարապետություն ոչ մեկին չեք համոզի, որ այդ ճարտարապետությունը կարող են կոչվող ներանել, սախևարած, կամ երաշիությունը կամ եղալը, այս սրանք չափանիշներ են, իմ շատ բարձր կուլտուրա ունեցող էթնոսի, որ այսօր չունենք։ Թեև ժառանգականորեն դա արտահայտվում է։ Կարողանա դա անել, վերահանել, այստեղ ստում ենք մոտենալ այսօրվա հարցից, այսինքն պատմական էքսկուրս անելով, վերակմում, որ ասում ենք, այսօր շատ ենք կրկնում, արդյոք դա պիտի նաև նկատի չունենանք էթնոսի վերակմումը նաև գենետիկորեն, մշակութային առումով, քանի որ այդ ժառանգություն ունեն, բավական է տեսնել, որ մի քիչ հնարավորություն տալիս է հայերին, առանց ռասիզմի ուրիշ ազգեր, ուրիշ լավ հատկանիշներ ունեն, որ մենք չունենք, մենք ունենք սա առաջականը, բոլորս գիտենք դա, հանրայնացների մեդիա չափորդը մնում է գետիկորեն, դրանք չեն անհայտանում, բայց այն այսօր ինչ-որ որ մենք անում ենք, ինչ-որ մենք տեսնում ենք, մենք շուտով ասում ենք ավելի վատ կլինենք կամ դնջները։ Պարզ եմ, իմիջայլոտ ասեմ, որ ասելով հայկական վերածնունդ, մենք նկատի ունենք նաև մշակութային վերածնունդը, ուրեմն, տեսեք, ունենալով Սփյուռքի քաղաքական բավական ծանր
քաղաքական կշիռը այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը գտնվում է շատ ինչ ասեմ, եթե չասեմ զավեշտալի, ապա շատ տխուր իրավիճակում։ Ունենալով Սփյուռքի հզոր մշակութային ներուժը այսօր Հայաստանի հերոստատեսությունը ողողված է ինչ-որ գողական ցածրորակ սերիալներով, որ չգիտես ինչ արժեքներ են ուզում թողնեն եկածող սերունդներին, եւ ի վերջո ունենալով Սփյուռքի ֆինանսական մեծ հնարավորությունները այսօր Հայաստանի արտաքին պարտքը անցել է արդեն 4 միլիարդից։ Իմ հարցը ձեզ որպես մտավորականի, որը երկար տարիներ ապրել է Սփյուռքում եւ ունի իր տեղը Սփյուռքում, ինչի մենք հասանք այսօրվան։ Ինչի Հայաստան-Սփյուռք այս հարաբերությունները չկայացան, նույնիսկ Հայաստանի անկախությունից հետո չկայացան։ Հայաստանը դիտարկում է Սփյուռքին որպես մի տաշտ, որտեղից անընդհատ պետք է ինչ-որ բան վերցնել, անընդհատ ինչ-որ օգնություն ստանալ, բայց միայն այդքանը։ Հենց որ Սփյուռքը փորձում է ավելի շատ ներգործություն ունենալ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ֆինանսական, հասարակական կյանքին, միանգամից կարծես արգելակում են։ Նավաստացությունը շատ կենսական հարցերեցի, եւ դրա հետեւը շատ շերտեր կա, ես շատ կաչ սկի 30 վայրկյան չիտեվի, դրնենք առաջ 2000-ամյակ վերցնենք, թե անկում ինչպես սկսվեց հայ իրականության, եւ հայտնվեց Հայաստանը հզոր թեմությունների շրջապատում, ասում է Սպանիա, Բավոներ, Պարսկաստան եւ այլն, եւ արդեն ինքնատերություն չէր կարող անել, որտեղ ինքը արարին չողողոց էր։ Դեպքերը փոխվեցին իրավիճակը, փոխվեց պարտությունը, հայերը Հայաստան էլի շարունակեցին հատադրել, բայց այդ գտնելով անընդհատ ուրիշի ազդեցության տակ։ Այնուհետև բաժանված է Պարսկաստանի, Հռոմի միջև, հետո դա արաբական աշխարհի եկավ, հետո թուրքական, հետո եւ այլն, այդ ազգը տեղում դարձավ գտնվեց ուրիշի ազդեցության տակ։ Հիմա հասանք մինչև Երևանի երակ, սպասել։ Վարժանեց Հայաստան, Պարսկաստանի, Թուրքիայի միջև, ամեն մեկը վերցնեց Հայաստանից, ինչ որ կարող էր վերցնել։ Այդ փոքրիկ պատառիկը հայտնվեց ռուսական ազդեցության տակ։ Հիմա այսպես էր։ Բացահայտ ճշմարտությունները որից սպասել չէին, դա ինչ անեն, հայերը գնացին Աբովյան, Ոտի ոտք եւ այլն։ Հետո բայց հիմա որ հայվում են, այդ ազգակոշարակի մտածել դրում են շանակի։ Ես եթե ինձ թույլ տա, ասած փոխեմ, ճշմարտությունները մենք ռուսների դեմ ճնենք։ Բայց թե ամենայնպես այդպես է, հիմա կարող ենք ասել, որ հիմա Երևանից հետո մենք ուրիշ ճարք ունենք, այո, ասել մենք փոխեցինք պետականության հաստատողությունը, մենք շարպես է ծերունից անցնում է, մենք անկման մեջ էինք։ Երարից հետո խորհրդային իրականություն, մի փոքրիկ Հայաստան, այդպես մնացածը չափել, բայց հայերը մնացին հետո որ առանց որևէ իրաց գլխի դեմության, նրանք ինքնին չէին կարող, մենք փոխեցին պետականության հաստատողությունը։ Պրեմիերով հաստատությունը խորհրդային լուծումից հետո, Լեոնովյան առաջ կաշեց, սերունդը պետք է պետականություն ստեղծի, բայց հիմա 25 տարվանից մենք եզանք, որ պետականությունը չտեղծվեց հարստակապետություն։ Ուրեմն, վերջնալով իմանալ չեն կարողացել, ռուսները ամեն ինչ արեցին, 27-ի մասին պետք է խոսել, եթե փորձում են անել ինչ ունենալ, այլ դուրս գալ այդ վիճակի, ընդունելով պիտի որ սխալներ անեն, ողորմի անեն այդ սխալները։ Դե ոնց չկար, պետականության հետ փոխը բանը կորել է, Կիլիկյան ուր էր մնացել միջնադարի դեպքով, բայց եղավ 27-ը փոքրիկ անկախությունը կորավ, դա ծրագրված էր, արժանապատվի ռուսների միջոցով, դերակատարել է հետախնդվում էր շատ լավ գիտեք, եւ ուրիշներին պետք է որ Հայաստան լիներ այսպիսի գոհ հավաքների երկիր, որտեղ հեշտ հայտարարվեր, հիմա էլ մնացածը, ուրեմն ոչ մեկը չեր չուտա, այսպես ասենք, ուտելների չասեցի ոչ մեկը, որ Հայաստանը եւ Թուրքիա հետ լեզուգտե, որտեղ Սփյուռքը իսկապես մեծ ուժ է։ Հիմա որ ասեք Սփյուռքի հավաքի, նշանակի որ դուք ինչ ասում եք Հայաստանն ազատագրել, եթե եղբայրներ չեն ուզում իրավունք չունեն կամ չեն կարող լրիվ ազատագրել, բայց թողեք որ Սփյուռքը օգնի, չէ, մեր ճակատագրով զբաղվելու են ապական ուրիշները։ Շատ կներեք 2002 թվականին մոտ բան եղավ, եթե հրավիրվեցի Աբրահամյանն էր, տեսնեք ուրիշ հայերքային ճանաչով, հայերը 21-րդ դարում դա իստրավերից մեկն է,
ես չգնացի տարբեր պատճառներով, բայց տարագիրը ունեն հարցումի կարողացիստով, ես շշմերի խմբեր են կազմակերպված, Հայաստան պիտի Կորեա հետ լինի, Միսիետ լինի, Հայաստան յուր ունի։ Ոչ մեկ դրավակ չէ, յուր չէ տա, ինչու որտեղ ուրամը դեշտես է։ Հայաստանի որոշ ալերի վանկախկալի մեկ դեշը, բայց հարկավոր է այդ լծի տակից դուրգա, որոշ անկախություն չնամանալված ինչի խոսքը, կփոխվի ինչ-որ մի իրավիճակ աշխատում, հիմա գիտեք Հայաստանը նույն վիճակում է ինչ-որ 2000 տարի առաջ։ Էլի հզոր տերությունների շրջապատի մեջ է, էլի մենք չենք կարողանում մեր ճակատագել, այո որ մենք կարողանանք որքան ազատությունը ձեռք բերել, այդ ժամանակ սպյուր կա։ Իհարկե կտեսնենք վերածնունդ։ Իհարկե կտեսնենք վերածնունդ և գիտական առումով, և տեխնոլոգիական առումով, և ֆինանսական առումով, և հատկապես մշակութային առումով։ Ես շատ եմ ցավում, Սպյուրկայը ինքս, ասենք 40 տարի է ազգային գործնայության մեջ է, մենք Սպյուրքում ստեղծեցինք 80-ական թվականներին հարաբերված կուղ, որովհետև Սպյուրկը անկում էր աղում, բոլորս գիտեինք։ Հայաստան մասին շատ չենք մտածում, ապահոված ենք կարծում ապահոված, բոլորին էլ ապահոված չի։ Եվ մեր այդ կենսավորքը տեղափոխվեցինք Հայաստան, այդ ողջվեցինք փոքր հնարավորությունից, որ ստեղծվեց անորոշություն, ստեղծեցինք ազգային իմաստության տաճարը, Վիկտոր Համարժանյանը ամբողջ ինտելիգենցիան, 4 տարի պոտենցիալ գիտական եւ մշակութային հոգեվոր պոտենցիալ մնացել է, դա ուզեցինք ստեղծել։ Արդյոք որ այսպես չկարողացանք անել, էլի չթողնեց մեզ, թե ես ինչ եմ արել Հայաստանին, թե ինչի գորիկավորության ստիատիկան և կենտրոնի Մարպետյան Հայաստան չի մտնի։ Ես ուրի կասնե։ Ինչպես է, այդ երկիրը օրենք ունի, չունի, ինչպես է մեկը պետք է հանդարտացնի, որ ես կենտրոնի եմ դու չես գա։ Ինչ է պատճառը, ինչի։ Ես ասեմ, շատ պարզ ասեմ, որովհետև Հայաստանի հայության 70%-ը ռուսամետ է։ Ընդունեք որ հայ որտեղ նրանք առանց դրսի օգնության իրենց գոյությունը չեն պատկերացնում։ Ես ցույց որ դա գենետիկական է։ Դա հոգևոր ստեղծություն է ասել։ Դե հիմա ինչ ուզում եք արեք, հսկային դրեք նա կար թատրոնի մեջ, նա մի քանի սերունդ հետո թզուկ է դառնալու տապոզ է։ Որպեսզի դրսում է իհարկե, շատ կրեք, եթե անհատացնի, բայց էլի մի քանի սերունդ է։ Մենք ժամանակ չունեցանք այդ հոգևոր անկախությունը նա ձեռք բերելու։ Ուրեմն Հայաստան ասել չթողնեն, ինչա խորհրդային միության բլուզում է։ Որպես ես ակտիվից հետուց խաղացանություն չի անում։ Ասում որ դա ապարված պետք է մշակույթ անկախ որոշեն ուրիշները։ Երեք ինձ խոսում են Հայաստանից եմ, իսկ ալբոմ տղաները հենց ներկայացնում են հայագիտության մեջ, ովքեր է ղեկավարում հայագիտություն Հայաստանը։ Անուններով չեմ ուզում տալ, որ պիտի դեր հաղորդումներ կամ ձեր քաղաքականություններ բաչունի, բայց ամսական կարդիկեն, որ հայագիտության են տարվում։ Ուրեմն, ես ընդունելի ժամանակ, երբ որ եղավ հեղափոխություն է ստացած Ղարաբաղյան շարժում, ճիշտ է շատ եղավ ընդունելի, բայց հետո շատ շուտ էլի բազմից պայոտից հետո խանգարիչին այդ գաղափարները։ Գաղափարը խանգարիչի, ձևուց քաղաքականչի, որ տանում է հոգևոր անկախության։ Իսկ այդ հոգևոր անկախությունը միշտ դրել եմ առաջի տեղը։ Չէ լինում ազգային հանրագերական մի շարժում առանց հոգևոր դարձողի։ Կամ լինում է դրանից առաջ, կամ ընթացքում է լինում, կամ հետո է լինում։ Մենք դա չունեցանք, ունեցանք իսկապես այս գաղափարներով։ Բայց դա մեզ ցույց չտվեց, որ դրանից պաշտպանական, դա անգամ դրվեց հսկողության տակ։ Ես մի քիչ էմոցիոնալ եմ խոսում, իրավունք ունեմ, որ դեպքան կդրված է, եւ հետո կարծում եմ, որ բոլորից մեր նկատությունն է, չէ՞։ Հիմնական խնդիրը դա է, որտեղ այդ գաղափարները զորնացել կվասերեցիկ առաջի հարցուցեց արիացիներին։ Ինչու չէին խոսում, ինչ են Մարպետյան արիացիներին։ Որովհետև էլի ընդեղ ոտքայում էին որոշում, հայագիտություն ոտքայում պիտի որոշվեր, հետո ակադեմիկոսները համները չտանք հիմա բոլոր այդպես էին նա, չնավիմանով կա հիմա համներում է։ Նա էլ եկա Վրաստանում արել, եվրոպական դեպքություններն այդտեղս ակադները կա։ Ինչու որովհետև Մոսկվայում ղեկավարում է ժողովուրդների մեգայամիսի առաջ պիտի չընկնի կամ եւ այլն, անգամ մենք կպատմեցին ուրիշներն են։ Ուրեմն երբ որ ասում են վերածնունդ այդ բառը էմբլեմորական բառը, դա վաղուց է կրկնում, բոլորս ենք երազում այդ վերածնունդ։ Բայց այդ վերածնունդը պետք է որ լինի արմատակա եւ նախ ամեն մի փոքրավասության մատը վերաբերում է բոլոր փոքրավասություններին, ինչպես
մարդիկները իրավունք ունենան ապրելու։ Անհատը պետք է չխեղդվի ազգայնության մեջ։ Վերջիորդ մարդու համար է մարդկության համար։ Ո՞վ է դժին գալու իրար հետ եթե ինչ անես։ Դες Եվրոպան կրևարեն, այսօր փորձում են իրար հասկանալ։ Ուրեմն վերաբերումները պետք է լինի արմատական։ Չկարողանեք այստեղ շատ է ծավալը Գեորգ Պետրոսյանը գլուխ սպառել, որտեղ պետականությունը ստացվեց ավետագետություն, իսկ այդ ժամանակ որ ասում են իսկ ինչու այս գաղափարները բան եւ այլն, մենք կազմեցին նրան կազմելով, մենք ռասիզմ չենք անում, մենք եկեղեցի չենք բերում, ընդհանրապես այդ արժեն ենք անօտար մեջտեղ հալով անկեն այի մեծ ուրեմն թույլտվեք շնչել, գենետիկորով արտնացնեն այս ազգի դերական բաները ապականված, հոտնանված այգին բախրեն, ոտխեն և ապրեն բոլորի պես ես ուղղակի կրկնում եմ Հայաստանին դնել այս վիճակում թշնամակներ հայերին, բոլոր հայրվանների հետ, վրացիների հետ Ադրբեջան հարկապան յարջը Ղարաբաղի հարկա հուսվան կորնատելություն որևեկել բայց անցած կրկնել թշնամություն որպեսզի ինչ հարաբրուսների չկարողանաս ապրել ներողություն բայց պետք է ասում մեկը պետք է հնչեցնել դեմ չեն բրուսներին հարկը իրեն տողանին շտանին այստեղ տեսակ ինչի հաստրեցին է հիմա այս փողավատակներին որ Հայաստանում պահում է այդպես որ ես վերածնում շարժմանը հակամը չէ բայց ճիշտ շատ հետենում եմ ինչ է անում նախախորհրդարանը Սարդարաբադ շարժումը իրենց ծրագրերը այդպես կաշատար ժամանակացի որոնց ազատ ճանաչում են և բոլորս է հիմա այսպիսի վիճակը լուսավոր մի բան ենք ստում, բոլորը լուսավոր, այսինքն շատ մարդիկ չեմ խոսում, որոնք ապրում են չարուբախտավոր, բայց եկել եք ապրում եք շատ բան մի երկրում, իրանցել մի երկրում, շատ բաներով, բայց եք տեսնում եք, ձեր ինքնությունը դες տանջում է, ձեր հայերինիքը դες տանջում է, չաչարերին է տանջում, ու բոլորը բարի բան են ուզում Ուզում եմ որ Հայաստանը իսկապես հվայությունը իրավունք ունենա այդ արևիտակ և իր հնարավորությունները օգտագործել։ Այո, ցավոք չեմ կարող ասեմ, որ մարդկանց մոտ ցանկությունները ավելի վատն են, քան իրենք են կամ չգիտեմ ցանկությունները ավելի լավն են, քան իրենք են իրենց էության, բայց չգիտեմ մեր հասարակությունը այսօր լինելով այս ճգնաժամի մեջ ես կնկատեմ Հայաստանում այս ճգնաժամի դուրս գալու ինչ-որ լույս ապեր սա է այդ լույսի փնտրտուքն է որովհետև իրոք հնարավոր չէ այսքան երկար այս աշյան ճնշման տակ այս աշյան ստրեսի պայմաններում այսքան երկար գոյատևել սա ինչ-որ ձևի դուրս է գալու ինչ-որ ձևի պորտկում անպայման լինել է պարզապես հարցային է թե որ կողմ Դերի որտեսակ ներվին ասի, ես գիտեք, մի տեսություն է դա, դատի ինձերանբանական տեսություն է, և իմ ամուշ մտազողություն տիլդերական որետաշապությունների վրա է։ Կա ֆիզիկա, կա մաթեմատիկա բան, դրանք երկրային է թվում, բայց իրական տիլդերքի զրական է, երկիրը տիլդերքի դուրս չի, տիլդերքի օրենքները երկրի վրա է։ Անցնենք դիալեկտիկային, կտեսնենք դիալեկտայի օրենքներ, տիլդերքի օրենքները Ուրեմն դրավալ մտածելով անընդհատ հաստատ պիտի որ հագարակցում տեղի ունենա և պիտի երկար չի կարող մնալ։ Հիմա բաբախուդով տիզերքի մոդել կա և մարմինն է բաբախուդով է գալիս, բաբախուդներով է ծնվում երախար, ձմերը բաբախուդներով է գալիս, բաբախուդներով է գարում է հեռանում, ես բաբախով մոդելը կամ տատատտվով պարույն է դասում և այլն։ Այսինքն, ուրեմն ամենատմի որ շատ վատ է լինում, անիրը պիտի պտնեցի, պիտի հագադարվի դեպի լավը։ Ուրեմն բոլոր նրանց սպասում են, այսինքն ինչ որ ասում եմ շատ բնական։ Այդ խնդիր կա, օրգանիզմն է, մինչև դիմանում է, հոգնում է օրգանիզմը, հոգինալի երկար է ապրում, կամ մարմին չի դիմանում մարմինը, չէ նախատեսված այս մոդելը մարմինի, այսպես ասած, այսքան ապրելու համար։ Կյանքի կենսագործ առաջ եղել է 30-40 տարի ընդամենը, մենք մտածում ենք, որ ենք հասնում ենք վրեժկություն և գիտության։ Լավ, բայց եթե հանգած օրգանիզմը չդիմացավ, աստիճան կա, դրանք հետո այդ կենսազիվան այդանում են։ Ձկների պոպուլացիան, եթե 60%-ից հակատեն, այլևս չի վերարտադրվում։ Ես տեսակ նասված է։ Այսպես որ մենք քրիտիկական սահմանում։ Մեր սպասում է ասորությունների ճանարագիրը։ Չգիտեմ դեզ մոտ կա, թե չէ, բայց ասորությունները ես ճանաչում եմ, շատ
ինչն է դրա ակտորի մնացել, իրենք ոչ լեզուն գիտեն, արդեն նա ինչ-որ պատմություն և գիտեմ, որ իրենք ակտորի են ներել, հայստանը։ Մենք պարակասուդերից տեղ չեն կազմել, բայց մեզ սպառնում է դա, որը երկու երորդով ապրել չկր։ Հայաստան մի փոքրիկ Հայաստան էսը խաղալիքի նման, որը ասում է շանսերը կա, թե չէ, մեկի լույսը ապայման լինի։ Բայց եթե շատ բան կախված է դրսից արդեն, թե ինչ է դեպքի է ունենալ։ Համատեղ սպասում ենք, որ հաստատի հարցելություն։ Այստեղ տերությունների շահեր են սպառնված, բարեբախտաբար հիմա կսպասենք, թե ինչ կանեն նահանգները, Պուտինը վանեց Ž8-ի հանդիմանը, ասել են, որ պիտի ինչ-որ հայտարարություն անեն, որովհետև դա խանգարում է այլևս բոլորին։ Արտավոր է, որ այստեղ լինի խաղաղություն։ Ուրեմն եթե այդ խաղաղությունը մեզ տրվի, մենք մի հասարակ բան պետք է ասենք, մեր հողի սարածը սարսափելի քիչ է։ Հիմա ոչ մեկը 1 սանտիմետր հող մեկին ինչ չի տա։ Քանակապես մենք ամենակիչն է, այդ վիճակում էլ դրսում ենք ասում։ Սանտետապես միլիարդատեր չեն կարող դառնալ։ Լավ չունեն։ Ինչ ունեն, բանակ, ինչպես, մեկավասար բանակ ենք պահելու ինչ է։ Մեզ ճաշեր նա բանակի վրա են դրանում։ Այդ խաղաղությունը առաջինը հայերին է պետք, որ իրան տարողորակույն հատկանիշը առարչությունը դնի արտադրության մեջ, ամբողջ աշխարհում, և Հայաստանում, և ուրիշ մոդել ստեղծել։ Ուրեմն, ով է տանելու այդ մոդելը։ Ես մի քանի բան որ ծանոթացա, որը չեմ ծանոթացել, ազգային արտադրական շահում Շեֆերյանի խոսքերի մեջ չեմ տա, միշտերի Մարյանի է, Չիպատյանի է, ազգային արտադրական հոգևոր Հայաստան, բարոյական արժեքն է, շատ առաջի բաններն է, որ ցանկացած հազարակության պիտի դնի հիմքում։ Են չուզողներն են, որ չասնում են դիպտապ Հայաստան։ Չուզողներ են ես օլիգարխների ես բաները բացիլ դերել Հայաստան, որտի մենք իրար ուտենք, որտի մենք զզվենք։ Եվ քանի անգամ են զզվել իմ հայությունից, թե ամբողջյան են դրել է, բայց ասում դա ուրիշի ուզածն է։ Մինչև մենք չունենանք այդ բարոյական համակարգ, մինչև այդ ամեն ինչ ստեղծագործողի համար է դա։ Ուրեմն այս մեր ամբողջ բանը վերածնունդը կարող է լինել այս ինքի վրա, առաջինը հոգևոր, բարոյական, ինքնագիտակցություն շատ բարձր է, ինքնաճանաչողություն և այլ այդ բոլորն է մտնում, և հետո կամաց փաստներ, որպեսզի մի կեցական դեպի, հետո կորոշվի, այսպիսի տնտեսական համակարգ կորոշվի դա, գտնվի, եկեք միած առողջացնենք բարոյապես այս համայնքը, որը կոչվում է հայություն, որից մնացել է այսքան։ Հետաքրքիր լինենք 60-70 միլիոն։ Դա հիմա չվանգստանք, հիմա այսպես է ճակատագիրը։ Բայց գոնե այստեղից կարողանանք առողջ քայլեր անել։ Հիմա որքանով մենք ունենանք այդ կենսունակությունը, որքանով ունենանք այդ գիտակցությունը, դարձյալ խնդիր է, որտեղ նախ այդ արտահայտություն լինում է մեր ուղերձներում, մեր հոգու մեջ։ Այսպեսի չասել, առանց ռուսների չեն կարող։ Մենք հիմա այսպես խոսում ենք, ես այնտեղ ընդդիմություն եմ ստանում, գիտեմ որտեղ է, Ռուսաստանի Սարատովի համալսարանի, Օդեսայի համալսարանի, այ դա ինչ է ուզում, Ռուսաստանի դեպի ուզում լինել։ Դու գնացել եք կնդեղ աշխատում եք լավ եք անում, բայց ինչու եք հալդար մեքանիկ եք օրենտացիան եկցրել, ինչի դու պոյենակ հիմա ինչ քարոշ չեք անում Ամերիկայում։ Կար, ես Ֆրանսահայ եմ, ինչու եք օրենակին քարոշ չեմ անում Ֆրանսիայում, ինչու եք նազելա գնացել եք Ռուսաստան, ինչու եք դարձել եք Ռուսաստան, առավ Ռուսաստանի չեն կարող, ո՞վ է չեք կարող։ Դե և այն հասկանում մեկին ուզմունքներ եք հասկանում, որտեղ դրանք շատ բաստականներ ունեցել։ Որ հիմա դնում է արդեն մեծ խառնացություն։ Դեր սկսել են սարդարադատի դեմ, են վերածննդի դեմ, այնպես հարչակում եք սկսել, շտամիներ եք դուք, եսին ինչ եք։ Ասեմ էլի, սա փողեք մի քիչ, մարդիկ հայերը իրար հասկանան, դրանք կոչում են խառնացություններ։ Այնպես որ ես ինչ կարող եմ ասել, հիմա ներքանը դարեք ինչ-որ կարող էր անել, ցավոք ներկա եղավ այդ մեծ պատմական հնարավորությանը, որ տրվեց Հայաստանին, որ այսպես չկարողացավ իրագործել, ու չշավեցին նաև, հիմա դեպքերուց է գալիս, դուք եք փորձում ինչ-որ բան անել, էլ չի ուզում բանալ ես ազգը, էլ ոչ պետք չի ուզում բանել։ Եվ գնալով համակցությունը մեծանում են, որովհետև այդ մարդիկը որ Հայաստանում ապրում են, վերջին չեն վերջի վերջում։ Մենք եկել ենք այսպես լավ երկրներում մեծ համար ապրում ենք։ Այսպես Կիրիլ Իսաբյան։ Պարոն Մարպետյան, ես պարզապես համոզված եմ, որ ձեր գաղափարները, ձեր մտածելակերպը
ձեր տեսությունը մեր ժողովուրդը կարիք ունի դրան։ Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեզ Հայաստան չեն թողնում, Ֆրանսիայում միգուցե ասենք խնդիրներ կան հեռուստատեսության կամ կապի այլ միջոցների հետ, ես հայկական վերածննդի կողմից կարող եմ ձեզ առաջարկել, մենք ունենք շաբաթական 1 ժամ հեռուստահաղորդում եւ ցանկացած ժամանակ, երբ որ դուք կգտնեք, որ ունեք ասելիք, ունեք կիսվելու մտքեր, խնդրեմ մենք կարող ենք ժամանակ տրամադրել ձեզ, մեր հեռուստահաղորդումները դիտում են աշխարհի տարբեր երկրներում, Հայաստանում նույնպես, եւ ես պարզապես համոզված եմ, որ այն լուսավոր կետը, որը հայերը այսօր փնտրում են թունելի վերջում, կգա նաեւ ձեր գաղափարներից, կգա նաեւ ձեր տեսությունից, կգա նաեւ ձեր խոսքից։ Ես ուրեմն հետեւանն ասեմ շատ կարճ, բոլորից պես անգելին ինչ ճանապարհը եկել է էքսպերտիզից կապայը 76 թվականից, այստեղ եմ մասնակցել եմ, դե եղեր բացույց, եւ ոդի ինչ-որ ժամանակ հետո այսպես մեկ հետաքրքիր խոսակցություն, դա ինքը հայապահպանման է, բանը չեմ սիրում դրա արտադրների մեջ, հետո բոլորն ասում են, բայց դուք հայեր եք օրինակ սպիտակրուստները արդեն հայտնաբերել են, դուրմել են, դուք եկեղեցի եք կառուցում եւ այլ, հետո ջան տղաներով դեպտեզել ասի, դա այսքան ցույց են կանում, բայց հետո ինչ, մեկը սպյուրքը ուծանում է, մեկ գաղութները արևելքում քանդվում էին, պարտական գաղութներ, Սիրիական, Բեյրութի, Երուսաղեմի, արևմուտքի գաղութներ դեպին Աշուժանը, հետո մտած որ քանդը չեն լուծում, որտեղ այդպես էներգիան է ստացվում, չնայած եւ փող է դրվում, եւ էներգիա է դրվում, եւ ցանկություն, բայց արդյունքին չէ ստացվում, սա մեկ գաղափար, իսկ կարող են արդյոք հայաստանությունը դնել գիտական հիմքերի վրա, մոբիլիզացնել մտավորականությանը, որտեղ դա մտածողության շրջանակն է, ուղերն է անում։ Այդպես ստեղծեց հավատեման կողմը, եւ որը դարձավ Բերիչուն ազգային իմաստության տաճար եւ արժանացավ Վիկտոր Աբակսամյանի, ասում որ մարդ չկա, որ շատեր կա շատակությունը, շատակությունը, հին իմաստությունը, նոր գիտությունները, դա գիտական հիմք է։ Արեցին թեյզում, բայց հիմա ես հատի երկար ժամանակ իմ հանեց չեմ հրատարակում բոլորին իննա, բայց հավաստացեք ունեմ այնպիսի գանգեր, որ երկրին տակ ուղղակի կճիշտ է։ Չեմ հրապարակում, որ դա ոչտանեք ուրիշի ձերքը զենք տա, որ մեր դեմ օգտագործում։ Բայց դա առաջատան է, միայն առաջատան է, պահում եմ որպեսզի հիմա մենք տեսական մասն ենք արել, բայց դե տեսական մասն չապարվեց նախագիծյանը, բայց չինարած կելին, չէ որ դա իրագործում։ Ուրեմն կլինեն ուսակցություններ, ուրեմն կլինեն մարդիկ, էկոնոմիկայի, մշակույթի եւ այլ։ Այս ուսակցությունը շատ գաղութ է լինում, 97 թվականին Արտաշես Պետրոսյանը գիտության եւ կրթության նախարարն է, Վիկտոր Աբակսամյանի աշակերտ այն ժամանակ նա բյուրոկրատի տնօրեններ է։ Սանատապավիության հետ ինձ նստել են, ասել կարող եք ծածկել համադար կրթական, ասի եք կարող եք, բայց ինչպես գալ։ Դաշի դեպակ բնական տարբեր պետք է իջնի, պետք է մասնագետներ հավաքվեն, վազեցնեն, գիտությունը նա խմոր է, բայց որ մտել է համադարք, կրթական համադարք, դրստիսը, մենք իմանայինք ֆիզիկան ինչու են տանքում, բնագիտության իշխանիզետի է, հարկ աստո հիմա աշխարհը շատ լավ դիտեք, դուք ունեք հոյական մի քանի ինտեգրատիվ տարիքներ, դիսկոլերիներ, գնաչենով գեոգրաֆիկ եւ այլն, Ֆրանսիայում արդեն կա, Կանադայում պիոներ եւ այլն, հիմա մարդկության դիմացը կինձեք է նա, հիմա այսպես է, քաղաքացիությունը անցել է բոլորին նոր բուն, մենք խոսում ենք բարձրանում շերտի քաղաքացիության մասին, որը մեծ աղին հայրազատ է, որովհետեւ մեր նախնիկը ապխեր է նայել։ Բայց ինչու են մենք այդ նախների մեջ դաջով, ես հոգեբանությունից է գալիս, խելոք են դրսնել, որ հասկացան, որ հայերուն են այս գենետիկորեն, ֆիզիկայում, մաթեմատիկայում բանջեցնել, ուրեմն հարկավոր է նրանց մոտ այս մասնագիտությունը զարգացնել եւ ճշգրիտ գիտությունները, եւ ճշգրիտ տեխնոլոգիաները։ Այո, սա կարող է լինել վերաշկիտ մի բան, որը ընդհանուր կդեպի համակարգի մեջ, ուրեմն այս վերածնունդ հասկացողությունը ընդունենք լայն, հնարավորինս լայն, հնարավորինս արմատական, ճարտարապետական մի օրինակներ է, ապրում ենք այս շենքով, որտեղ ես ապրում եմ հավիցու տանա շենք է, 20 երևի, Մարտիրյան տիպիկ շենք է, որ մի օր այդ չի լինելու, հասկանալ է, լավ, որտի չլինի, պարկը սարկում են շենքեր, այսինքն մենք չենք ասում, թողնում ենք ես բնակարանը, հիմա դնում ենք տողոց միջև հազատում դարձնել, չէ, ընթացքում կողքից սկսում է դրվել հաջորդ շենքի հիմքերը, ես մենք դա ենք ասում, եւ օրենքով Արցախյան շարժում ասում ենք թույլ տվեք դնել նոր հիմքերը, դնում է
Ալեքսանդրին այսպես ասին հարկավոր է հաղություն։ Նախ չունի, նախ ունի առասական ուշ։ Դրել է բարգան, այս ժամանակ ամենեք իսկես ամեն մի ընտանիք իր կենսագրությունը ստացել, ուրեմն այս արևով ես շատ ուրախ կլինեմ և հույսով նայենք, որ վերցնից այս շարժումը ամենատ ինչ-որ հանդերման դգա, ավելի դրական, իրակ պայքատիկներով որ անդարման կլինեն, բայց գետակցություն է, 25 տարվա կորուստը գոնե ինչ-որ բանի կծարայի, որ փակը տեսավ, բախը ծնել։ Այո, մենք ենք նույն հույսով շարունակում, շատ շնորհակալություն ձեզ այս իրոք շատ հետաքրքիր հարցազրույցի համար, պարոն Հարապետյան, ցանկացած ժամանակ, երբ որ դուք կունենաք, կգտնեք, որ ժամանակն է նորից կիսվելու ձեր գաղափարներով, ձեր մտքերով, մենք մեծ ուրախությամբ նորից ձեզ ժամանակ կտրամադրենք։ Շատ շնորհակալություն ձեզ ևս մեկ անգամ։ Նմանապես փոխադարձաբար ես գաղափարներ, ասենք նույն է գաղափարներ, ինչպես կփորձեին մտավորականությանը ներքաշել այս շարժմաններ զուգահեռ, այդ ինչ որ դուք անելու եք ամեն ինչ տնտեսական եւ այլ, նաև մտածել հոգեվոր մշակութային, այսինքն հոգեվոր մտավորականության այդ ճյուղը տանել առաջ, վաղ միշտերեն հանրեկան միշլաներան, մենք ունենանք մտավորականություն, որ զբաղվելու է գիտական արվեստագիտության, հավատանքային հարցերով, եկեղեցիով, այդ նյութն է, հիմքն է պատրաստել։ Առաջապ շնորհակալ եմ ձեզ, հարավարավի պարտանքներս և բոլոր ձեր համակիրներ։ Շատ շնորհակալություն, տեսնում ձեզ։